Երբ խոսում ենք իմպլանտացիայի երաշխիքներից, պետք է պարզ հասկանանք, որ եւ իմպլանտի տեսակը նշանակություն ունի արտադրողի երկրի եւ բժշկի ընտրությունը եւ կլինիկայի հագեցվածությունը, բայց նաեւ չպետք է մոռանալ հետիմպլանտացիոն խնամքի եւ խորհուրդներին հետևելու կարևորության մասին։ Մասնավորապես խիստ կարևոր է հետևել հիգիենային, այսինքն օգտագործել համապատասխան հեղուկներ, որոնք մենք խորհուրդ կտանք եւ կտրամադրենք, մածուկներ, հետևել նաեւ դիետային, որը մենք խորհուրդ ենք տալիս, ինչպես նաեւ խիստ սահմանափակել ծխելը մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում, նաեւ ալկոհոլի օգտագործումը, որը կարող է բացասական անդրադառնալ իմպլանտի եւ ոսկրի միաձուլման պրոցեսին։ Հետևաբար այս գործառույթներին պետք է խիստ ուշադիր լինել։ Նաեւ չի կարելի այցելել սաունաներ, բաղնիքներ, որտեղ շատ շոգ եւ տաք կարող է լինել, որը կարող է խթանել արյունահոսությունը եւ այտուցի ավելացմանը, հակառակը պետք է կիրառել սառը, որը մենք նույնպես խորհուրդ ենք տալի առաջին 24 ժամվա ընթացքում դա անել, ինչպես նաեւ եթե կատարվել է սինուս լիֆտինգ վիրահատությունը, որը բավական հաճախ ենք մեր պրակտիկայում կատարում, մոտակա 2 շաբաթ չի կարելի նստել ինքնաթիռ, ինչպես նաեւ եթե փռշտալու ցանկություն լինում, չի կարելի պահել քիթը եւ բերան, այլ պետք է հանգիստ փռշտալ, որը կնպաստի, որպեսզի մեր փոխպատվաստված ոսկրանյութը լիարժեք օստեոինտեգրացիային նպաստի։ Այս կրիտիկական շրջանից հետո, երբ որ արդեն մենք ունենանք ոսկրի համաձուլված իմպլանտ, կարող եք լիաթոք ապրել եւ զբաղվել դայվինգով եւ նույնիսկ թռնել օդապարով։